Շնորհակալություն, պարոն Ստեփանյան, կարճ ուղղակի պարոն Թաթյան, շատ շնորհակալություն, նայեք, իրոք հրատապ խնդիրները ժողովրդին հանել են փողոց, այսպես ասեմ, եւ ստիպված ենք եղել հանրային պայքարի դուրս գալ, քանի որ մեր ձայնը որևէ ձևով չէր լսվում ու հաշվի չէր առնվում եւ որևէ ներառական գործընթաց չի եղել արցախցիներին վերաբերող որոշումների կայացման առումով։ Իհարկե իրավունքները երկու մասի կարելի է բաժանել՝ ներքին Հայաստանի Հանրապետությունում եւ արտաքին պայմանական ասած, որը կրկին կախված է առաջնահերթորեն Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտներից եւ ներքին առումով մեր գլխավոր նպատակը Արցախի ժողովրդի համար Հայաստանի Հանրապետությունում, Մայր Հայաստանում կայուն արժանապատիվ կեցության պայմաններ ապահովելն է։ Քանի որ մեզ համար կարևոր է, որ Արցախի ժողովուրդը մնա Հայաստանի Հանրապետությունում եւ վերադարձի իրավունքի հետագա իրացման հնարավորությունները բաց պահելու եւ իրացնելու համար եւ նաեւ մեր մայր հայրենիքին լրացիչ օգտակար լինելու համար, քանի որ արցախցիները Հայաստանում չպետք է լինեն ու չպետք է ընկալվեն որպես բեռ, սոցիալական բեռ, այլ պետք է ընկալվեն եւ պետության կողմից մոտենան որպես հնարավորություն, որպես ներուժ, որ մենք այստեղ ենք նաեւ ամրանալու մեր հայրենիքում եւ ամրացնելու մեր հայրենիքը, մինչեւ կարողանանք ավելի ուժեղ զարգացած Հայաստան ունենալ եւ մեկ օր վերադառնալ մեր փոքր հայրենիք, այսինքն անմիջապես մեր պատմական հայրենիք Արցախ։ Եթե կարելի է, ես մի փոքր լրացում անեմ, իհարկե այն ինչ որ դուք ասեցիք, դրանք շատ կարևոր սկզբունքներ են։ Իհարկե արցախցիները մեր հայրենակիցներն են, մեր անբաժան մասն են, որովհետև արցախցիները միշտ եղել են եւ կմնան մեր հայ ժողովրդի անբաժան մասը, մի մասնիկը, այսինքն չկա տարբերություն։ Եվ ըստ այդմ էլ պետք է վերաբերմունքը լինի։ Իսկ եթե դրան ավելացնում ենք ձեր ասածը ինձ բերեց կամ հիշեցրեց այն, որ այսօր այս ձեր պայքարը տեղի է ունենում սոցիալական ցանցերում, համացանցում, ինտերնետում, տարբեր հրապարակային աղբյուրներով արցախցիների նկատմամբ անթույլատրելի բարձր, շատ բարձր աստիճանի ատելության պայմաններում եւ քարոզվում է, ուղղակի նպատակային քարոզվում է ատելություն ու թշնամանք։ Սա հայ ժողովրդին, միասնական ժողովրդի պառակտելու քաղաքականություն է, այսինքն պառակտումը այսպես գործողության մեջ, ընթացքի մեջ, in action, ինչպես անգլերեն ասում են, ռեալ այդ վիճակն է։ Մինչդեռ մենք պետք է ունենանք մեր գերխնդիրները, այսօր մեր արտաքին մարտահրավերները մեր պետության անվտանգության այնպիսին են, որ մեզ անհրաժեշտ է համերաշխություն, համահայկական համերաշխություն, հայ ժողովրդի համերաշխություն։ Գիտեք, մենք մոնիտորինգ էինք անում եւ պետք է ասեմ, որ ակնհայտ է մոնիտորինգի արդյունքները ցույց են տալիս, դիտարկումների ուսումնասիրությունները, այս նույնը Սփյուռքում է ցավոք սրտի, էլի պառակտումներ են տարածում եւ այլն, եւ սա որտեղից է գալիս, իհարկե պետական կամ քաղաքական իշխանությունների քաղաքական քայլերի, հաշվարկների արդյունքն է, որ իմ կարծիքով բացարձակ չի բխում Հայաստանի պետական շահերից, Հայաստանի անվտանգության մարտահրավերներից, հայ ժողովրդի համախմբման եւ համերաշխությունը ապահովելու գերակայություններից։ Եւ այո, ճիշտ եք ասում, որ այստեղ պետք է արժանապատիվ վերաբերմունք եւ սրանք շատ ներողություն ոչ միայն այդ իմ ասած համահայկական, համազգային մեր արժեքներն են, մեր գաղափարներն են, սրանք նաեւ միջազգային պահանջներ են։ Եթե այդպես վերցնենք, իրավական պահանջներով եթե վերցնենք, շատ միանշանակ պահանջներ կան, որ պետությունները պարտավոր են ապահովել բնականon ինտեգրումը այն իրավիճակներում, ինչպես որ արցախցիներն են, ցավոք սրտի, ցավոք եմ ասում նրա համար, որ այս ամենը տեղի ունեցած լրջագույն պատմական անարդարության, ադրբեջանական էթնիկ զտումների ցեղասպան քաղաքականության արդյունքն է եւ մանավանդ այս վիճակը առավել է պահանջում այնպիսի քայլեր, որոնք հենց այդ հանրային համերաշխությունը կապահովեն, այլ ոչ թե առավել կխորացնեն պառակտումը, այնպես որ
մենք այդ դիտանկյունից էլ նայում ենք եւ նաեւ շնորհակալություն, որ դուք ընդգծեցիք, ես կարծում եմ դրանք պետք է մեր երկրի գերակայություններ լինեն եւ այո համաժողովրդական դառնան։